Ինչու հնարավոր չէ դյուժինի բուժման դեղամիջոցներ ներմուծել Վրաստան, դեղերի անվտանգության հարցը և հիվանդների ծնողների հետ կոմունիկացիան, սրանք հիմնական ուղղություններն են, որոնց վերաբերյալ առողջապահության նախարարը կպատասխանի օրենսդիրների հարցերին խորհրդարանում։ Այսօր խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցումներով կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխությունները։ Օրինագիծը նախատեսում է Վրաստանի կառավարության կազմում իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնի ներդրում։ Պետք է որոշվեն պետական նախարարի լիազորությունները և շրջանակները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ապահովվի համապատասխան նորմատիվ ակտերի համապատասխանությունը այս օրենքին։ Օրենսդիր մարմինը արագացված կարգով կքննարկի փոփոխությունները։ Արդեն հայտնի է, որ Մամուկամ Դինարաձեն կզբաղեցնի Վրաստանի պետական նախարարի պաշտոնը։ Վարչապետը պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին պաշտոնապես ներկայացրել է Գեգա Գելաձեին։ Իրակլի Կոբախիձեն կենտրոնացել է գործակալության ամրապնդման վրա։ Խոսել է Գելաձեի ներքին գործերի նախարարությունում արդյունավետ աշխատանքի մասին։ Շեշտը դրվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի դեմ։ Մամուկամ Դինարաձեն, որը կզբաղեցնի իրավապահ մարմինների համակարգման պետական նախարարի և փոխվարչապետի պաշտոնը, շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և մաղթել գործակալությանը նոր ղեկավարին հաջողություններ։ Ներքին գործերի նախարարությունը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է 84 անձի։ Առևանգվել է մեծ քանակությամբ թմրանյութ, հրազեն և զինամթերք։ Ձերբակալվածների թվում են Վրաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիներ։ Նրանց անձնական և բնակելի տների, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև նրանց կողմից նշված վայրերից խուզարկության ժամանակ որպես ապացույց առևանգվել են տարբեր տեսակի թմրանյութեր, առանձնապես մեծ քանակությամբ, այդ թվում հերոին, կոկաին, մեթադոն և այլն։ Անվտանգության աշխատակիցները թմրանյութերի մի քանի վերահսկվող գնումներ են իրականացրել և գաղտնի ձայնագրել են վերոնշյալ գնումները ձայնագրությամբ և տեսագրությամբ։ Մեկնարկվում է թոքերի քաղցկեղի սքրինինգի ֆինանսավորումը, գործընթացը կիրականացվի մայիսի 1-ից։ Թբիլիսիում գրանցված 45-ից 75 տարեկան ակտիվ ծխախոտ օգտագործողները կամ այն քաղաքացիները, ովքեր վերջին տարվա 15 տարվա ընթացքում թողել են ծխելը, հնարավորություն կունենան անվճար անցնել սքրինինգ։ Նախաձեռնության մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Վրաստանը և Հայաստանը 2029 թվականին կընդունեն FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Որոշումը կայացվել է Կանադայում կայացած համաշխարհային ֆուտբոլի կառավարվող մարմնի խորհրդի նիստում։ Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել 2024 թվականի հունիսին FIFA-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը անցկացվում է 2 տարի մեկ անգամ 1977 թվականից ի վեր։ Հետաքրքիր է, թե գերմանական բյուրոկրատիան երբ կկարողանա դուրս գալ կոմիկական իրավիճակից։ Նրանք կարող են իրենց կայքերում գրել ցանկացած անուն և ազգանուն։ Այս մասին ասել է վարչապետը լրագրողների թեմայի վերաբերյալ հարցերին ի պատասխան։ Հիշեցնենք, Գերմանիան մինչև այժմ չի թարմացրել տվյալները և Սալոմե Զուրաբիշվիլին դեռևս ներկայացված է որպես ներկայացնող, իսկ Իլյա Դարչիաշվիլին որպես արտաքին գործերի նախարար։ Նորարարական ստարտափերի աքսեմիլացիայի ծրագրի երկրորդ հաղթող ընկերությունները սկսել են ընդունել դիմումները։ Նպատակն է ամրապնդել վրացական ստարտափերի էկոհամակարգը, մշակել նորարարական և տեխնոլոգիական բիզնես գաղափարները, բարձրացնել դրանց ներդրումային գրավչությունը և հեշտացնել դրանց մուտքը համաշխարհային շուկա։ Մեկ տարվա աքսեմիլացիայի ամբողջական ցիկլը ներառում է 3 փուլ։ Ընտրված ստարտափերի համար երկամյա ինտենսիվ ուսուցում, մեթոդիկայի ժամանակահարմարեցում, 4-ամյա ժամանակահատվածի կենտրոնացում։